Իսկ դու ոնց ես զգում հիմա քո արդեն հասուն կյանքի վրա, ինքնուրույն կյանքի վրա այդ ամեն ինչ հետևանք է թողել։ Միգուցե դա զգում ես, չգիտեմ, քո միջանձնյա հարաբերություններում, միգուցե ինքդ քո հետ հարաբերություններում, միգուցե չես զգում։ Նկատի ունես ընտանեկան բնությունը, ամեն ինչ որ այն փորձառությունը, որ ունեցել ես։ Որտեվ շատերը ասում են ինձ ձևավորել է իմ տրավման։ Եթե այդ չլիներ, ես չէի լինի այն կետում, որտեղ հիմա եմ, օրինակ, հա, կամ ընդհակառակը, իմ կյանքում ինչը չի ստացվում ու ինչը վատ է, դրա հետևանքն է, որովհետև դա է եղել, եթե դա չլիներ, ես շատ ավելի հիմա կայուն կլինեի եւ այլն։ Ու ինձ թվում է լուրջ տենց տրավմատիկ փորձառություն ունեցող մարդիկ այդ անալիզը միշտ անում են, ինչ ոնց է ինձ ձևավորել այդ հիմա իմ այսօրվա մեջ։ Հարցը մի քիչ ուժ պատասխանեմ, կապես հասկանանք, երբ որ papas մահացավ, իմ մոտ կային շատ տարբեր զգացողություններ, ու հոգեբան աշխատելու արդյունքում մենք փորձեցինք իրոք գտնել հիշողություններ, որոնք ինձ ավելի ուրիշ ձև են papaին հիշեցնում։ Դա եղավ օրինակ այն, որ մենք երեխաներով տանն էինք ու papan դες դուրս էծում է, գալիս ցուրտ է, ու ինքը գրպանից սենց կուրկայից մի հատ կատու է հանում, ցույց տալիս, ու դա ամենասենց ես որովհետև papaին տեսնեմ հուզվելիս, ամենանուրբ սենց շատ էմոցիոնալ ինչ որ համակարգ ունեցող մարդ, էմոցիոնալ համակարգ, ոնց իդեալ համակարգ իմացի խոսեմ, գովաս չի, սա գովաս չի։ Հա։ Ու շարունակի հայկա հաջությունները դուրս։ մեր էմպաթիկ Հայկուն, հա, Հայկուն իմ լավագույն ընկերուհին է, ես sense փոխեցի ներողություն։ Հա։ Ու տենց հիշողությունները կան, որ օրինակ ծնունդը արգելված է տանանշել, որովհետև աղանդը արգելում էր, բայց papan գախնի բերում էր իմ սիրած տորթը, papan ինձ նստացրած ուսերին չհամերգի էր լինում, այսինքն դրանք կային, ես չեմ կարող դրանք հերքել, որ չեն եղել։